Օրագիր Նյուզ Արփինե Նավասարդյան, պարոն Թևանյան, հաշվի առնելով Փաշինյանի երեկվա հայտարարությունները, չի բացառվում, որ կարող են առաջիկա ժամերին ձեզ կալանավորել։ Իրադարձությունների զարգացման նման ընթացքին դուք պատրաստ եք եւ այդ դեպքում ինչպես եք պատկերացնում ձեր հետագա պայքարը։ Միևնույն ժամանակ պրոիշխանական որոշ շրջանակներ նշում են, պնդում են, որ դուք պատրաստվում եք լքել երկիրը։ Խնդրում եմ հաստատել կամ հերքել այս տեղեկատվությունը։ Շնորհակալություն։ Եթե այդպես ով ասել այդպեսի բան։ Պրոիշխանական Նայեք, շատ հետաքրքիր պատմություն։ Հայտնի ստեղծագործություն կա, ես վերաձևակերպեմ այդ վերնագիր եւ կասեմ, սա մի հայտարարված հետապնդման պատմություն։ Բոլորը գիտեն, տեղյակ են։ Հիմա նայեք ինչ է անում այս պետական դավաճանը։ Ուրեմն նախ անոնս է տալիս, որ ԲՀԿ ցուցակում բարձր տեղեր գտնվող մեկին մենք հիմա տեսեք ինչ ենք անելու, եւ ասում ես կգնամ Վանաձոր կհասնեմ եւ այնտեղ հայտարարություն կանեմ։ Հետո արդեն հայտարարությունը անում են։ Նայեք, այն մեղադրանքը, որ իմ հասցեին հնչեցրել են ապօրինաբար, ես հիմա այստեղ ասուլիս պետք է չտայի։ Այսինքն մենք նաև զուգահեռաբար կապիկության ականատեսն ենք դառնում, եւ Նիկոլ Փաշինյանը զուգահեռաբար նաև կապիկությամբ է զբաղվում, այսինքն ինքը մեղադրանքները հնչեցնում է, հետո ասում է, թե ով ինչ պետք է անի, եւ հանրությունը այսպես ուշադիր հետևում է, թե ինչ է լինելու։ Ես ենթադրում եմ, որ իրենք ասում են պատրաստվում են լքել երկիրը։ Ուրեմն ես Նիկոլ Փաշինյանը չեմ, որ մարդկանց տանեմ կրակի բերան, հետո ծլկեմ դեպքի վայրից։ Մարդկանց զոհվելու պատճառ դառնամ, հետո ծլկեմ դեպքի վայրից։ Հազարավոր մարդկանց զոհվելու պատճառ դառնամ, հետո հայտարարեմ, որ ես այդ ամենը արեցի, որպեսզի ինձ չասեն Նիկոլ Դավաճան։ Քեզ մեկը ասելու են Նիկոլ Դավաճան, ու դու Դավաճան ես, ու դա դատարանում հիմնավորվելու է։ Ես հիմա այսպես ասած քաղաքական փաթեթարթը ներկայացրեցի, հետագայում դրա իրավական ձևակերպումները կտրվեն։ Հիմա իրանց արշինով են չափում, մտածել են, որ անոնսը տանք, ես ասենք ակնարկներով, բանով դեին վրա անընդհատ այդպիսի բաներ անում էին, չէ՞ որ իբր հայ-ռուսական եւ այլն, այո, ես չեմ թաքցրել։ Իմ գործունեությունը հրապարակային է, ես կողմնակից եմ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման։ Իսկ դա նշանակում է Հայաստանի անկախություն, ինքնիշխանություն եւ այլն եւ այլն եւ այլն։ Իրենց պարագայում իրենք թուրքական վիլայեթի տրամաբանությամբ են գնում։ Իրանց այսպես կոչված արևմտամետությունը դա թուրքամետությունն է։ Հիմա վերադառնալով այդ թեմային, իրենք իրենց արշինով են ինձ չափել, մտածել են, որ ես կփախնեմ կամ կլքեմ երկիրը, իրանց փախածների տրամաբանությունը։ Հետո իրանք ասեն, տեսակ, բա որ ասում էինք, որ դուք այսպեսին եք, տեսեք, որ իրանք գիտեն, որ մենք ճիշտ ենք դրա համար, չէ, այդպեսի հաճույք մենք իրենց չենք պարգևի, ինչ ուզում են թողան։ Հիմա գիտեք ինչ կա, այստեղ նժարի վրա դրված է Հայաստանի Հանրապետությունը։ Եթե Հայաստանի Հանրապետությունը արժանանալու է Արցախի ճակատագրին, անկեղծ ասած կարևոր չի թե ով ինչ կարգավիճակում կլինի։ Ինձ համար անձամբ սա նաև անձնական մոտիվացիա ունեցող գործընթաց է, որովհետև ես ծնվել եմ Երևանում, ուզում եմ ապրել Երևանում եւ իմ երեխեքն էլ ապրեն եւ այլն եւ այլն։ Այսինքն այդպիսի բան չկա, իրանք կուզենային, որպեսզի ես իրենց սցենարով առաջնորդվեի, բայց այդպիսի բան չի լինելու։ Իրենք ինչ ուզում են թող անեն։ Հուսով եմ հրապարակային գործընթաց կլինի եւ ես էլ ավելի մանրամասն կխոսեմ Նիկոլ Փաշինյանի պետական դավաճանության մասին։ Ու բացի այդ նաև խոշոր չափի հափշտակումների։ Նայեք, ես ձեզ մի թիվ ներկայացնեմ։ Ուրեմն վարչապետ կոչվածի աշխատակազմը տարեկան 60-ից 65 միլիոն դոլար պետական բյուջեից գումար է ստանում։ Հիմա մենք հանում ենք այն երևացող տողերը 8 տարվա մեջ արդեն մոտավորապես կես միլիարդ դոլար։ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը ստացել է։ Կառավարությունը կեսը երևացող է, աշխատավարձեր եւ այլն, կեսը չերևացող են, գաղտնի գրիֆի տակ, ոչ մեկ ոչ մի բան չի կարող իմանալ եւ այլն։ Բա մենք չիմանանք այդ գումարները որտեղ են ծախսվել։ Օրինակ մի 200-ից 250 միլիոն դոլար է։
որտեղ են ծախսվել։ Թոշակները իբր բարձրացրել են 10,000 դրամով, որպես ընտրակաշարք, բայց 8 տարվա մեջ 8 միլիարդ դոլար կերել են իրենց բառերով ասած։ Այդ դրանք բոլորը պետք է բացահայտվի։ Անիֆի փողերը, Երևանի քաղաքապետարանի կողմից մսխվող փողերը, մյուս համակարգերի փողերը, ուր են կորել, ինչ են արվել, այդ ասֆալտի վրա ինչքան փող են աշխատել եւ այլն եւ այդպես շարունակ։ Այդ 8 միլիարդը չէր կարող ցնդել օդում։ Հələ չհաշված որ մի 100 միլիարդ էլ վնաս տվեցին Արցախը հանձնելով, բայց դա ես զուտ նյութական մասն եմ ասում, մնացած ճակատագրային մասերը հանած։ Այնպես որ պետք է համատեղ սպասենք, ես ձեզ խորհուրդ կտամ նաեւ զանգահարեք այն կառույցներին, որտեղ հրահանգ էինք տվել, ասեք բազադերժկան ինչու՞մ է, ասենք ուր եք չեք գալիս։ Բա մի հատ եկեք տեսնենք այդ ինչ եք կարելու, այդ ինչ եք հորինելու։ Կամ գիտեք որն է, այդ Գեբելսյան քարոզության առանձնահատկությունը այն է, այնպեսի մեծ սուտ ասել, որ ասում դե վաղ ես ինչ բան են ասել, երևի ինչ-որ մի բան կա։ Ոչ մի բան չկա։ Բաց այդ պետական դավաճանը նստած է աթոռին, Ալիևի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, առանց գաղտնիքի։ Էրդողանն է նույն իրենց թիմով պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին եւ ասացի ինչ են բերում իրան, ինչ են ուզում բերել ու պահել իրան։ Որպեսզի այդ քայլերը անի Հայաստանի Հանրապետությունը վերացնեն, այդքան բան։ Արևմուտքն էլ իրենց աշխարհաքաղաքական շահերի տեսակետից, ասենք Իրանի դեմ գործողությունները, նույնիսկ հեռահար Չինաստանի դեմ գործողությունները եւ Ռուսաստանի դեմ գործողությունները։ Մենք տարածաշրջանում մի հանգույցի մեջ ենք, որտեղ այսպես ասած համեղ պատարիկ ենք դարձել եւ մի հատ Նիկոլ Փաշինյան է, հələ տեսեք ինչքան էժան է նստում այդ նախագիծը։ Մի հատ Նիկոլ Փաշինյան են գտնում ու հայկական Սաակաշվիլի ու Զելենսկի են դարձնում, դրանից հետո արդեն աշխարհաքաղաքական իրենց ծրագրերը կյանքի են կոչում։ Բայց նույնիսկ Տրամպի վարչակազմը չի ուզում մտնի այդ խաղի մեջ։ Իրենք պարզ հայտարարում են Կովկասը լրիվ ուրիշ անվտանգային համակարգ է, մենք ոչ մի բան հայերին չենք կարող ապահովել անվտանգության առումով եւ չենք ուզում մտնել կոնֆրոնտացիայի մեջ։ Եվ Չինաստանում Տրամպի հանդիպումը, հետագայում հետագայում Սի եւ Պուտին հանդիպումները այդ թեմայի շուրջ են եղել։ Հիմա սրանք վերջին խրխրոցներն են անում այդ գլոբալիստական շրջանակները, որ եկան համ իրենց երկրի հերը անիծեցին Եվրոմիության տարածքում խայտարակ տնտեսական վիճակ է եւ ասենք գերմանական տնտեսությունը ուղղակի շնչահայաց է լինում այս քաղաքականության արդյունքում։ Մակրոնն էլ ասենք որոշել է տեղական նշանակության տնաբույս Նապոլեոնչիկ խաղալ ու ուզում են ինչ-որ մեծ ծրագրեր իրականացնել աֆրիկյան այդ տարածքներում պարտվեցին ռուսներին, Ուկրաինայում պայքարում են Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին, այս տարածքում էլ պայքարում են Ռուսաստանի դեմ մինչև վերջին հայը։ Հիմա մենք էլ ասում ենք, չէ, մենք չենք ուզում ձեր համար, ասենք այդ վարելիքի դեր կատարել է ձեր շոքեքարշի մեջ։ Այդքան բան։ Սա է, այս գործողությունները, որ արվում են աշխարհաքաղաքական մեծ խաղի տրամաբանության շրջանակներում եւ ես նշեցի, կրկնեմ, որ սա առաջին անգամ է Հայաստանի պատմության մեջ, երբ որ հայաստանյան ընտրությունները վերածվել են աշխարհաքաղաքական մեծ բախման։ Նիկոլ Փաշինյանի հանցագործություններից հենց մեկն էլ դա է, որ ինքը Հայաստանը դարձրել է մանրադրամ, էստի համեցեք է արել աշխարհաքաղաքական ուժերին, ասում է քաշքշեք, պատառոտեք Հայաստանը, վերջացրեք, ինքը պատրաստ է արյան մեջ թաղել Հայաստանը, հանուն իր կաշվի փրկության։ Ինքը այդ տեսակն է ու բոլորը գիտեն։ Մարդացյաց, ոնց ասեմ, չտես, ագա, ամբողջ աշխարհին ատող, մի հատ բառ կա աբիժնիկ, այս բոլոր մարդկանց մեջ արկա բոլոր բացասական հատկանիշները խտացված են իր մեջ եւ դրա համար էլ ինքը այսպեսի քաղաքականություն է վարում, բայց կոկորտին է կանգնելու, միևնույն է։ Ես հույս ունեմ, որ եւ հավատում եմ, որ հայ ժողովուրդը ոտքի է կանգնելու, որովհետեւ ուրիշ տարբերակ չկա։ Ընդհանրապես պետք է գնալ ընտրատեղամաս եւ սրանց հարցերը լուծել։ Եթե չգնացինք ընտրատեղամաս, ես բոլորին խորհուրդ կտամ մի հատ նայեն Արցախի հետ ինչ տեղի ունեցավ, նույնը տեղա լինելու, առանց չափազանցության։